Ու ընդհանուր տպավորությունը այն է, որ վերջին մի քանի ամսում Իրանը կտրուկ արագացրել է իր ուրանի հարստացման ծրագիրը եւ ընդհանրապես միջուկային զենքի մշակման ծրագիրը ու ըստ որոշ զեկույցների Իրանը արդեն ունի բավական չափ հարստացված ուրան մեկ կամ ավել միջուկային զենքի միավորների համար։ Արդյոք դա նշանակում է, որ Իրանը վաղը հենց կունենա էֆեկտիվ եւ աշխատող միջուկային զենք, դա դժվար է ասել, որովհետև ուրանը բավական չէ միջուկային զենքի աշխատանքի համար, դա ուղղակի ամենակրիտիկական, ամենադժվար մասն է, ենթադրաբար ուրանի հարստացմանը զուգահեռ Իրանը նաև մշակել է մնացած տեխնոլոգիական պահանջները, հա, զենք էֆեկտիվ աշխատող զենք ունենալու համար։ Եվ իհարկե երկրորդ հարցը դա կրիչների մշակումն է, այսինքն օրինակ հրթիռների, որոնք կարող են մարտագլխիկը, այսինքն միավորը, միջուկային պայթուցիկը հասցնել իր թիրախին։ Դրանց պատրաստվածության աստիճանը նույնպես այնքան էլ պարզ չէ։